Շատ բարի, խնդրեմ կարող եք անունով դիմել ինձ, դե ինչ անձնարարիչ Վահան ջան, խնդրեմ։ Գերազանց այսպես ավելի լավ է։ Պարզապես ուզում եմ ողջունել ձեզ բոլորիդ, իմ ընկերներին, գործընկերներին, նոր ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Երևանում գտնվելու համար, հուսանք որ Երևանյան երկխոսությունը սա շատ արդյունավետ եւ հետաքրքիր կլինի բոլորիդ համար։ Անդրադառնալով ձեր հարցին, դե գիտեք, չկա հստակ այն գործընթացները, որ դուք նշեցիք, ավելի սերտ համագործակցություն, ինտեգրում, Եվրամիության հետ, թրիփ ուղու հետ կապված, նաև հաղորդուղիների ապաշրջապակումը, սրանք զուգահեռ ոչ թե զրբահեռ ուղիներ են, այլ նույն գործընթացի երկու տարբեր բաղադրիչներն են, որը ես կասեի կառուցել Բարգավաճում եւ Բարգավաճ Հայաստան կառուցելու սրանք հիմքն են։ Մենք հավատում ենք, որ սահմանները բացելով մեր տարածաշրջանում սա անշուշտ միանշանակ առավելություն է հանդիսանալու ոչ միայն մեզ համար եւ Հայաստանի համար հայկական տնտեսության համար, այլև Հարավային Կովկասի համար ընդհանուր առմամբ։ Բայց հաղորդուղիների ապաշրջապակումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունենալու ավելին, քան Սոսկարավային Կովկասը, քանի որ մեր տարածաշրջանը այս օրերին լոգիստիկ խաթարումներ նկատում ենք մենք աշխարհի տարբեր մասերում։ Իսկապես մեծ հնարավորություններ է ընձեռելու եւ մրցակցային առավելություն է տալու դառնալու անխոչնդոտ կապակցվածության աղբյուր լինելու Եվրամիության Եվրոպայի հետ նաեւ այս ուղղությամբ մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Անշուշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր առաջնային գործընկերն է այս ուղղությամբ, որը իրականացնելու ենք TRIP ուղու այս նախագիծը։ Մոտապագայում համատեղ նախաձեռնությամբ ենք հանդես գալու ԵՄ-ի հետ, ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք կապված են, բայց համանապակված չեն, դրանք միայն կապակցվածության, փոխկապակցվածության հարցերով։ Անկամ այսօր, երբ ունեցանք իմ Հայաստան գագաթնաժողովը, որ տեղի ունենում այսօր առավոտյան, ունեցանք բազմաթիվ համաձայնագրեր փոխկապակցության հետ, ինչպես նաև տնտեսության հետ կապված։ Պարզապես թույլ տվեք նշել դրանցից մի քանիսը։ Մենք համաձայնեցինք, որ Հայաստանը եւ Եվրամիությունը մեկնարկելու են փոխկապակցության երկխոսություն։ Մեկնարկել ենք տրանսպորտային երկխոսություն Եվրամիության հետ։ Հրապարակեցինք հռչակագիր գործընկերության հետ կապված փոխկապակցվածությունը այստեղ կիզակետում պահելով նաև համաձայնել ենք, որ ավելի աշխատելու ենք էներգետիկայի եւ այլ հարցերի շուրջ։ Օրինակ, ինչ վերաբերում է էներգետիկային, հիմա մենք համաձայնեցինք, որ Եվրամիությունը կսատարի նախագծեր ստեղծելու պաուստային կարողունակությունները մեր այնտեղ, որտեղ կարիքը կա դրա հայկական ենթակառուցվածքների համար, քանի որ հայ-ամերիկյան ընկերությունը Firebird-ը ստեղծելու է 110,000 GPU տվյալների կենտրոն եւ ԱԲ-ի գործարան Հայաստանում։ Տվյալների պահպանման պայուսներ ստեղծելու, որտեղից մեզ լիցենզիան տրվել է, որը շատ կարևոր քաղաքական կամք էր ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 8-ին, որը հաջորդել է։ Սրանք սոսկ մի քանի օրինակներ են, թե ինչպես է հնարավոր իրավիճակները գործարկել, որոնք մենք փորձում ենք իրականացնել եւ մեկ մյուսին սրանք փոխլրացնում են։ Սոնատան եւս այս հարցերին կանդրադառնա, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը դիրքավորվում, բայց Ատլանտիկի այդ կողմին անդրադառնալով Ադրիան կցանկանայի հարցը ձեզ ուղղել, այս շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի ԵՄ գագաթնաժողովը, ես վստահ եմ, որ դուք նույնքան որեկավորված եք այս արդյունքներով, որոնց մասին Վահան հենց նոր խոսեց, բայց իսկապես նշանակալի քայլ են Հայաստանի եվրոպական օրակարգում։ Շնորհավորանքներս բոլորին այս սրահում, ովքեր մասն են կազմել այդ կարևոր ուղենիշների, որոնց մենք հասել ենք։ Ձեր դերում որպես արևելյան հարևանության եւ ընդլայնման հարցերով տնօրեն, որոնք են Հայաստանի ԵՄ-ի հետ առավել հարաբերությունների հիմքը գցող հաջորդ քայլերը։ Շատ շնորհակալ եմ, բարի երեկո բոլորին, մեծ ուրախություն է այստեղ տեսնել, որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր սրահում դեռ մնացել են, թեև արդեն ուշ է ժամը, իսկապես ինչ վերաբերում է